Ծափաթաղում օրեր շարունակ մարդիկ ապրում էին մեկ սպասումով, որ կգտնվի արդեն 8 օր կորած Տիգրանը։ Սակայն 3 որոնողական աշխատանքներ ունեցան ամենածանր ավարտը։ 3-ամյա Տիգրանին գտան մահացած։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ նախնական տվյալներով երեխայի սպանության համար կասկածվում է հայրը։ Պարզվում է, որ 2 եղբայրները դուրս են եկել տնից, հանդիպել են հորը եւ վերջինս խեղդելու միջոցով սպանել է երեխային։ Երեխայի հայրը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել ներընտանեկան որոշակի խնդիրների շրջանակում։ Դիտենք, թե ինչ այլ մանրամասներ է հայտնել նախարարը։ Այս պայդրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս պայդրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք Այո, կհիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայդրությամբ շատ նախնական տվյալներով 2 եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայդրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող։ Կարող եք ասել հայրը հոգեկան հիվանդ է եղել։ Ես ասեմ, որ երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների